Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում Եղեցի լույս հաղորդման հերթական թողարկումն է։ Այսօր էլ մեր հաղորդաշարի եթեր է հեռարձակվում Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աճապահյանի մասնակցությամբ եւ հովանավորությամբ։ Աստված օգնական Սրբազան։ Աստված պահապան։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ուղիղ հեռախոսակապով ձեր հարցերը կարող եք ուղղել Սրբազանին 22247 եւ 305 հեռախոսահամարով։ Եվ Սրբազան ձեր թողտվությամբ մինչ կանցնենք մեր հաղորդման բուն թեմային, ես կուզեի ուղղել ձեզ երկու հարց։ Նախապես տեղեկացված էինք, որ մարտի 3-ին դուք այցելելու եք Կամո։ Ինչու այցը չկայացավ։ Այո, նախապես այդպես որոշված էր եւ տեղյակ էին նաեւ Կամոյի բնակիչները, որ մարտի 3-ին պիտի այցելեինք եւ հովվական այցով պետք է լինեինք եւ պիտի պատարակեինք եւ քարոզեինք, բայց ցավոք այդ այցը չկայացավ որոշակի դժվարությունների պատճառով։ Գյուղապետը եւ դպրոցի տնօրենը խնդրեցին մեզ մեր այցը հետաձգել, այն պատճառով որ դժբախտ դեպք էր տեղ ունեցել գյուղում, երիտասարդ աղջիկ էր մահացել, որի թաղումը նշանակված էր այդ կիրակի օրը, եւ իրենք խնդրեցին, որովհետեւ մենք մեր այցը հետաձգենք։ Անշուշտ մենք նպատակահարմար չէինք գտնում այցի հետաձգումը, որովհետեւ վերջիվերջո սուկներ ուրախություններ մեզ համար են, մենք պատրաստական էինք այդ օրը լինել գյուղում եւ հոգեհանգստյան պատարակ մատուցել եւ նաեւ անձամբ նախագահել հուղարկավորության արարողությանը, սակայն երևի գյուղացիների մոտ կամ հարազատների մոտ այդ տրամադրվածությունը չկար եւ մի փոքր էլ կարծես թե արդեն փորձեր կատարվեցին արհեստականորեն ավելի խոչընդոտել, որովհետեւ մենք այդ օրը չկարողանանք մեր սուրբ պատարակը մատուցել, մենք էլ ընտարաչելով իրենց ցանկությանը հրաժարվեցինք առժամյա առայժմ այդ գյուղը այցելելուց, թե երբ ապագային կայցելենք Կամո հովվական այցով եւ մեր մխիթարական խոսքը կամ հովվական խոսքը կասենք համագյուղացիներին, այդ արդեն անհայտ է։ Լավ, եւ երկրորդ հարցը, մարտի 4-ից 8-ը գտնվում եք Էջմիածնում ժողովի, մի քանի մանրամասներ այդ ժողովից։ Այո, այս մի քանի օրերը ժողովի էինք, դա կանոնադրության հանձնախմբի նիստներ, որի անդամ եմ նշանակված նաեւ ես Վեհապար Հայրապետի կողմից, այդ կանոնադրության հանձնախումբը մշակում է եւ ներկայացնելու է Վեհապար Հայրապետին եւ ազգային եկեղեցական ժողովին Հայաստանյայից եկեղեցվո ընդհանրական կանոնադրությունը, սահմանադրությունը եւ այդ կանոնադրության նախագիծն է, որ պարբերաբար հավաքվում ենք, եղած առաջարկությունները քննարկում ենք, փոփոխություններ եւ լրացումներ ենք կատարում, հետեւաբար այս մարտի 4-ից 8-ը այդ հերթական ժողովն էր կանոնադրության հանձնախմբի, որի անդամ եմ նաեւ ես, ինչպես ասացինք, եւ այդ պատճառով Էջմիածնում էինք եւ բավական առաջընթաց արձանագրեցինք այդ ուղղությամբ, այդ աշխատանքների ուղղությամբ եւ ուրախ կլինենք, եթե ապագային իրապես այդ կանոնադրությունը եւ Վեհապար Հայրապետի եւ ազգային եկեղեցական ժողովի հավանության արժանանա։ Լավ, շնորհակալություն։ Սրբազան, ուրեմն տեղեկացնեմ մեր հեռուստադիտողներին, որ այս կիրակին, այսինքն մեծ պահոց 5-րդ կիրակին կոչվում էր դատավորի կիրակի եւ ինչ խորհուրդ ունի այն, մենք կլսենք քիչ հետո ձեզանից, մինչ այդ ես կխնդրեի դիտել տեսանյութը, որից հետո կզրուցեինք մեր թեմայի շուրջ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեկ անգամ եւս տեղեկացնեմ, որ այսօրվա մեր զրույցի թեման է մեծ պահոց 5-րդ կիրակի դատավորի կիրակի մասին։ Ձեր հեռախոսազանգերը կարող եք խաղալ մեզ 22247 եւ 305 43 հեռախոսահամարներով։ Իսկ այժմ դիտենք տեսանյութը, խնդրեմ։ Տեղյակ եք, որ մեծ պահոց 5-րդ կիրակին կոչվում է դատավորի կիրակի։ Տեղյակ ենք։ Ինչ կասեիք այդ մասին։ Գալիս է դադա Աստծուն, ոչ թե մենակ դադավորի։
Չէ, տեղյակ չենք։ Ճիշտ ասած գիտեմ, որ մեծ պահոցը կա, մինչև զատիկ, բայց այսօր ինչ է, չգիտեմ։ Ես չգիտեմ այդ դարձերով։ Տեղյակ եք, որ մեծ պահոց 5-րդ կիրակին, այսինքն այսօրվա կիրակին, կոչվում է Դադավորի կիրակի։ Ցանկանում աշխարհին խաղաղություն մեր հայությանը ոնց ասած թող լինի մեծ տոն եւ հաջողություն։ Столько, наверное, не поняла, но вообще-то читаю, верю, хожу. Չէ։ Տեղյակ չեմ։ Տեղյակ չեմ։ Տեղյակ եք, որ մեծ պահոց 5-րդ կիրակին, այսինքն այսօր կոչվում է Դադավորի կիրակի։ Տեղյակ չեմ։ Տեղյակ եք, որ մեծ պահոց 5-րդ կիրակին կոչվում է Դադավորի կիրակի, այսինքն այս կիրակին, այսօր։ Հա, լրիվ տեղյակ ենք։ Ինչ կասեք, մանրամասներ։ Ժամանակ չկա։ Ոչ, չգիտեմ։ Առաջին անգամ եմ լսում։ Չէ, չգիտեմ, բայց պրոստը որպես, ինչպես ասեմ, Աստծո հավատացյալ, այսինքն ամեն կիրակի գալիս եմ, բայց օրը չգիտեմ ինչ օր է։ Չգիտեմ։ Սրբազան հայր, ինչպես դուք դիտեցիք տեսանյութը, հարցվածների խոշոր մասը, մեծ տոկոսը չգիտեն այսօրվա մասին։ Այն ինչ կասեիք այս մասին։ Դա մեր իրականությունն է, ցավալի իրականությունն է, որ այսինքն մեր ժողովրդի ոչ թե հարցվածների, ժողովրդի մեծամասնությունը չգիտի այդ մասին։ Բայց հարցը այս կամ այն կիրակի իմանալ կամ չիմանալու հարց, ընդհանրապես հայ եկեղեցու ծիսական ավանդույթներից կամ տոնացույցից անտեղյակությունը շատ մեծ է։ Շատ մեծ է։ Անշուշտ հիմնական տոները գիտեն եւ այստեղ հիմնական տոները սիրում են, ասենք Սուրբ Ծնունդ, Սուրբ Սարգիս, Ծառ Զարտար, Զադիկ, այդ տոները Վարդավառ, այդ տոները գիտեն, բոլորը գիտեն։ Բայց մնացած օրերի մեջ չեն խորանում, որովհետեւ ընդհանուր գիտելիքի պակասը կա եւ սովորելու ցանկության պակասը կա։ Մեր ժողովուրդը այսօր իրեք տարապում է սովորել չցանկանալով, սովորելու ցանկության բացակայությամբ մեր ժողովուրդը եւ երիտասարդությունը եւ մեծերը տարապում են։ Եվ դա է պատճառը, որ այսօր այդ անգիտությունը կա։ Տգիտություն բառը չօգտագործենք, բայց անգիտությունը իրապես համատարած է։ Եվ այստեղ անշուշտ երկուստեք պետք է փորձել պատճառները ուսումնասիրել։ Եկեղեցին այս 10 տարվա ընթացքում ամեն ձևով քարոզել է, եւ դա պետք չէ ուրանալ, եւ հեռուստատեսությամբ, եւ ռադիոյով, եւ եկեղեցու բեմերից, եւ մամուլով միշտ էլ փորձել այս 10 տարի շարունակ մեր ժողովրդին հասցնել, թե յուրաքանչյուր կիրակի, յուրաքանչյուր տոն, յուրաքանչյուր եկեղեցական տոն ինչ տոն է, արդեն եկեղեցական կյանք հաղորդումը որ կա ամեն շաբաթ հանրային հեռուստատեսությամբ ամեն շաբաթ բացատրում է այդ շաբաթվա տոների բուն իմաստը եւ խորհուրդը։ Այսինքն ցանկացողը կարող է իմանալ։ Ճիշտ չէ ասել, որ եկեղեցին մեղավոր է նրանում, որ ժողովուրդը չգիտի։ Եկեղեցին անում է, այսինքն եկեղեցականությունը անում է այն ամեն հնարավորը հասցնելու համար ժողովրդին գիտելիք, տալու համար նրան տեղեկատվություն, ինֆորմացիա։ Բայց մեր ժողովուրդը ավելորդ գիտելիքով չի ուզում իրեն ծանրաբեռնել։ Եվ այնքան գիտելիքը, որ իրեն բավարարում է, դրանով բավարարված է։ Տեսեք, բոլորը եկեղեցի են գալիս, գիտեն, որ կիրակի է, եկեղեցի պետք է գնան, աղոտ պետք է անեն, մոմ պետք է վառեն, իրենց աղոտքով պետք է դիմեն Աստծուն, եւ դրանով բավարարված են։ Իրենք իրենց ինքնաբավ են զգում։ Անշուշտ չպետք է ասել կամ չպետք է հաստատել այն, որ ասենք այն, որ Դադավորի չգիտեն, որ այսօր Դադավորի կիրակին է, դա նշանակում է, որ անհավատ են կամ փրկության ճանապարհը իրենց առջև փակ է։ Ոչ։ Իրեն կադարյալ գիտելիք կամ ամբողջական գիտելիք պետք չէ փրկության համար։ Անշուշտ առողջ հավատք է պետք եւ բանական հավատք է պետք նախ եւ առաջ։ Բայց որքան ավելի լավ կլինի, որ այդ բանական հավատքը զուգակցվի իրական գիտելիքով, ամբողջական գիտելիքով։ Հիմա եթե այս ժողովրդի, որոնց հետ դուք զրուցել եք, այդ ժողովրդի ճշո մեծամասնությունը, եթե պատարագին ներգա լիներ եւ լսեր մեր քարոզը,
մեր խոսքը, մեր պատկամը այդ օրվա, այդ հարցադրումին ինքը կպատասխաներ, թե ինչ է դադարի Կիրակին, ինչ խորհուրդ ունի եւ ինչ իմաստ ունի եւ ինչ նշանակություն ունի։ Ցավոք մեր ժողովուրդը եկեղեցի հաջախելը միշտ չէ որ նույնացնում է պատարագի ներկա լինելու հետ, բայց պետք է պատարագին պետք է ներկա լինել, պետք է քարոզը ունկնդրել, որպեսզի իմանաս այդ օրվա պատկամը ինչ է, հովի խոսքը ինչ է, ավետարանական այդ օրվա ընթերցվածը ինչ է ասում։ Խոսք լսելու ցանկությամբ պետք է նաև գալ պատարագի, եւ դրա համար մեր քաջալերանքն է, մեր պատկամն է, մեր հորդորն է, որ մեր ժողովուրդը ավելի շատ պատարագին ներկա լինի։ Եթե ամեն Կիրակի պատարագին ներկա լինի եւ քարոզը լսի, արդեն կհասկանա թե ինչը ինչին է վերաբերում։ Սրբազան հայր, մինչ մենք կշարունակենք դիտել մեր տեսանյութը, կա հեռախոսազանգ, խնդրեմ, եթե կարելի է հեռախոսազանգի եթեր։ Ալո։ 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 Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ուղիղ եթերում եք եւ խնդրեմ ձեր հարցը։ Ուրեմն իմ հարցը այսպես է։ Ինչու եկեղեցուն վաճառում են մոմ։ Չէ՞ որ Հիսուս Քրիստոսը մտնելով իր հոր տաճարում, ասեց իմ հոր տաճարը մի դարձրեք վաճառատու։ Ալո։ Ալո, կներեք մի րոպե, քանի որ մենք ուղիղ եթերում ենք եւ կա փոքրիկ տեխնիկական թերություն, ցավոք ձեր ձայնը չի լսվում։ Ալո։ Ալո։ Ալո, դուք մեզ լսում եք։ Ալո։ 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 Լսում եք մեզ։ Այո։ Դուք ուղիղ եթերում եք։ Ահա։ Այո, Իմ հարցը լսեցիք։ Ցավոք ձեր հարցը չլսվեց։ Կրկնեմ նորից։ Եթե կարելի է կրկնեք։ Այո։ Չէ՞ որ Հիսուս Քրիստոսը մտնելով իր հոր տաճարում, մտնելով ասեց թե իմ հոր տաճարը մի դարձրեք վաճառատուն։ Ինչու մեր եկեղեցում մոմ են վաճառում կամ քիշք են վաճառում։ Չի լինում, կսենք նվեր տան, թեկուզ այդ մոմը։ Այո։ Ցանկությունն եք ներկայանալու։ Այո։ Խնդրեմ։ Հովանես է իմ անունս։ Շնորհակալություն Հովանես։ Սրբազան դուք հարցը լսեցիք։ Չէ։ Ցավոք Սրբազանը հարցը չի լսել, նորից կա տեխնիկական թերություն, կխնդրեի մեր անձնակազմին, որպեսզի հարցը հնչեր բարձրաձայն։ Մեկ անգամ եւս սեզանից ներողություն հայտնելով կխնդրեի հարցը կրկնեիք երրորդ անգամ։ Կրկնեմ։ Խնդրեմ։ Չէ՞ որ Հիսուս Քրիստոսը մտնելով իր հոր տաճարում, ասեց մի դարձրեք իմ հոր տաճարը վաճառատուն։ Իսկ հիմա մեր եկեղեցուն դարձրել են վաճառատուն։ Մոմ են վաճառում, քրկեր են վաճառում, ու իշխոտ է բիզնես եղնի այդ բանը։ Ես ուզում եմ ասել, որ չվաճառեք մոմ, սիրուն պատկեր չի լինում, օրինակ իմ թուրս չի կա, կոնկրետ տարի մարդկան։ Այո։ Մարդիկան ժամ չեն մտնի, կսեն մոմի գումար չունի, կտրամար չեն մտնի, ես պես շատ մարդկանց գիտեմ։ Ներկայացեք խնդրեմ։ Ալո։ Ալո, լսում եք, ներկայացեք խնդրեմ։ Հովանես է իմ անունս։ Շնորհակալություն Հովանես, ձեր հարցը ընդունված է, իսկ այժմ Սրբազանը կպատասխանի։ Խնդրեմ։ Մեր սիրելի Հովանեսը մոլորության մեջ է, լրիվ թյուրիմացության մեջ է։ Հիսուսի տաճար անելու, տաճարի մեջ վաճառականներին դուրս անելը բնավ ոչ մի առնչություն չունի մեր մոմավաճառության հետ։ Ինչին էր վերաբերում Հիսուսի տաճարից վտարելը։ Նրանք, ովքեր բերել էին իրենց վաճառականությունը տեղափոխել էին տաճար։ Այսինքն այն ինչ որ հիմա կատարվում է փողոցում, շուկայում։ Այդ շուկան էին տեղափոխել տաճար։ Եվ այդ շուկան է որ Հիսուս վռնդեց, դուրս արեց նրանց եւ ասեց իմ հոր տունը աղոթքի տուն է եւ ոչ թե վաճառատուն։ Խոսքը դրա մասին է։ Խոսքը եկեղեցին շուկայի վերածելու մասին է եւ Քրիստոսի ընդվզումը դրան էր վերաբերում։ Ինչ վերաբերում է մեր մոմավաճառությանը եւ գրքերի վաճառքին, դա բիզնես չէ եւ որևէ մեկի վաճառականությունը չի եւ դա շուկա չէ։ Դա եկեղեցվո եկամուտն է եւ նաեւ եկեղեցվո քարոզչությունն է։ Կոնկրետ գրքերի վաճառքի իմաստով ինչպես կարելի է ընդվզել։ Նախ այդ գրքերի վաճառքը միշտ սահմանափակվել է եկեղեցում, ինչու, որովհետեւ ժամանակին միայն եկեղեցում կարող էր եկեղեցին որևէ բան կազմակերպել։ Անցած 70 տարիների ընթացքում եկեղեցուց դուրս իրավունք չուներ որևէ բան կազմակերպելու։ Դրա համար էլ եկեղեցու ամբողջ գործունեությունը սահմանափակված էր եկեղեցու մեջ։
Եվ բնականաբար առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե մենք հնարավորություն ունենանք, պետք է գրքերի վաճառքը, որ դրական բան է եւ դրանից որևէ մեկը չպետք է վատ զգա բողոքի, որովհետեւ այդտեղ կրոնական գրականություն է վաճառվում, էրոտիկ գրականություն չի վաճառվում եկեղեցում, որից գայթակղվում է մեր սիրելի Հովհաննեսը, հա, կրոնական գրականություն է վաճառվում եւ դրա համար պետք է նրանք հաջույքով մտնեն եւ այդ կրոնական գրականությունը ձեռք բերեն։ Ինչ վերաբերում է մոմերի վաճառքին, ապա դա հավատքի եւ բարեպաշտական արարողություն է, ամենալայն տարածված գոյություն ունեցող բարեպաշտական արարողությունը մեր ժողովրդի մեջ, որը որևէ կերպ հնարավոր չէ արմադախիլ անել եւ պարզամտություն է մտածել, որ երբևիցե կարելի է մոմավառությունը կամ այդ մոմի նկատմամբ մոմի վառելու միջոցով աղոթքի կանգնելը մեր ժողովրդի միջից արմադախիլ անել, դա պարզապես պարզամտություն է։ Իսկ այդ մոմավաճառությունը ոչ թե որևէ մեկի բիզնեսն է, ոչ թե որևէ մեկի եկամուտն է, այլ եկեղեցու ծախսերի, եկեղեցու ծախսերի, եկեղեցու պահպանության, եկեղեցու քարոզչության, եկեղեցու ամեն ինչի համար է։ Այսինքն հսկայական մենք սոցիալական աշխատանք ենք կատարում, որբեր ենք պահում, այրիների ենք խնամում, երեխաների ենք օգնում, բազմաթիվ գործեր ենք ձեռնարկում եւ ձեռնարկել ենք եւ ձեռնարկելու ենք, այդ որ եկամուտով ենք ձեռնարկում։ Լավ, Սրբազան հայր Հովհաննես իր հարցի մեջ նաև շեշտեց, որ կան պահեր, մարդիկ չունեն հնարավորություն գնելու, ասենք, մոմեր, կան եղել են երբևիցե նմանատիպ դեպքեր, երբ եկեղեցում այցելել են, ասենք, այցելողներ են եղել, որոնք խնդրել են մոմը ու չեն ստացել։ Այսինքն առանց փողի։ Այդպիսի պարագա չկա եւ գիտեք, դա մոմ վառելը անպայման չէ, եթե մարդը չունի որևէ դրամական հնարավորություն եկեղեցուն սատարելու, նա կարող է պարզ մտնել եկեղեցի եւ իր աղոթք անել դուրս գալ։ Որևէ մեկին եկեղեցին չի պարտադրել մոմ գնել։ Ամեն մարդ ազատ է կմտնի իր ձևով, իր հասկացած ձևով իր աղոթքը կանի եւ դուրս կգնա։ Նա ով չունի 30 դրամ, որբեսի մեկ մոմ գնի, բայց ուզում է ինչ-որ մի բան անել դրամական նյութական իմաստով, 5 դրամն է, 10 դրամն է, կնելի կանցանակը։ Այդ էլ չունի, այդ էլ պետք չէ։ Եկեղեցին չի ակնկալում, որ յուրաքանչյուր ով մտնում է եկեղեցի, պետք է խրձելով մոմ վառի։ Մենք նման ակնկալություն չունենք, բայց յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է մտածել եկեղեցու պայծառության մասին։ Սա իրականություն է։ Եթե դու եկեղեցու անդամ ես, ապա պետք է քո լուման, այրի կնոջ լուման նետես այդ եկեղեցու գանձանակը։ Սրանով է ապրել 2000 տարի եկեղեցին։ Եվ Պողոս Արաքյալի թղթերը եթե կարդաք նոր կտակարանում, այնտեղ արդեն կտեսնեք, որ սկզբնական եկեղեցին արդեն իսկ ապրում էր այդ ձևով։ Մարդիկ պատարակի ժամանակ, արարողությունների ժամանակ դրամ էին հավաքում, դրամ էին հանդիպում եկեղեցու կարիքների համար։ Եկեղեցին ապրում է նյութական միջոցներով։ Եվ եկեղեցին պետք է ունենա այդ նյութական միջոցները ժողովրդի նվիրատվությամբ։ Ուրիշ ճանապարհ չունի։ Եկեղեցին չի կարող բիզնես անել, եկեղեցին չի կարող խանութներ վերցնել կամ ուրիշ այն բոլոր արևտրական գործունեությամբ կամ բիզնեսի գործունեությամբ զբաղվել, ինչով որ զբաղվում են մյուս մարդիկ։ Եկեղեցու միակ եկամուտը ժողովրդի նվիրատվությունն է։ Եվ ժողովրդի նվիրատվության դեմ որևէ արտահայտությունը, դա արտահայտություն է արդեն եկեղեցու դեմ, որովհետև դրանով փակում ենք ճանապարհը եկեղեցու հնարավորության ծառայելու իր ժողովրդին։ Շնորհակալություն, հուսով եմ Հովհաննեսը լսեց իր հարցի պատասխանը եւ բավարարված է։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այժմ դիտենք մեր տեսանյութի շարունակությունը, որից հետո կխոսենք մեր թեմայի շուրջ ու կընդունենք հեռախոսազանգեր։ Հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում ենք եւ ի եթերում կա հեռախոսազանգ, խնդրենք, այո, հեռախոսազանգը եթեր։ Ալո։ Հայ Սրբազան, լսում եք ինձ։ Այո, խնդրեմ։ Այսօրվա ձեր քարոզը, ընդհանրապես ձեր քարոզը մարդկայիններ են թափում ձեր բերանից։ Մենք կցանկանանք ի սրտի ամբողջ աշխարհի աստվածատներում դուք միշտ այդպիսի քարոզ կարտակ եւ լինեք ժողովրդի ուժ հզորություն տվող իսկական եպիսկոպոս։ Հարկում ենք, պաշտում ենք ձեր հավատացյալներից 70 տարեկան ձեր միկին։ Ուրիշ ոչինչ չունեմ, ես թրտիրով եմ խոսում, հիացած եմ խոսում, ձեր այդ քարոզի ժամանակ ամբողջ սիրտս թրտրում է, այնպես եք խոսում, բոլոր հավատացյալները հիացած պաշտում են ձեզ, ուրիշ ոչինչ չունեմ ասելու։
Լավ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, բայց ինձ պաշտել պետք չէ։ Թող պաշտեն Աստծուն։ Եթե մենք մեր միջոցով հնարավորություն ունենք մարդկանց մոտեցնելու Աստծուն եւ իրենց պաշտամունքը ուղղել Աստծուն, դրա համար երջանիկ ենք եւ ուրախ ենք, բայց մեզ պաշտել պետք չէ։ Շնորհակալություն։ Սրբազան հայր, իսկ իմ կարծիքով ժամանակն է մի փոքր մանրամասնեցնել այսօրվա մեր խորհուրդը 5-րդ կիրակին կոչվում էր Դատավորի կիրակի, ինչպես մենք տեղյակ պահեցինք։ Կուզենայի մանրամասներ, քանի որ նորից եմ կրկնում, մեր տեսանյութից ելնելով մենք տեսանք, որ մեր հարցվածների գրեթե մեծ մասը չգիտեին այդ մասին։ Դե մեծի պահոց բոլոր կիրակիները ընդհանրապես նվիրված են այս կամ այն գաղափարին, այս կամ այն առագին, որը այդ օրը ընթերցվում է։ Ինչու է կոչվում այսօրվա կիրակին Դատավորի կիրակի, որովհետև այսօրվա ավետարանական ընթերցվածի մեջ այդ հատվածն է ավետարանի, որտեղ Հիսուս պատմում է Դատավորի առագը, որտեղ խոսում է այն մասին, որ մի քաղաքում կար մի անիրավ դատավոր, որը ոչ Աստծուց էր վախենում եւ ոչ էլ մարդկանցից էր ամաչում, եւ կար նաեւ մի այրիկին անպաշտպան, որը փորձում էր իր դատը տեսնել եւ մշտապես մերժում էր ստանում, որովհետեւ դատավորը որևէ ակնկալիք չուներ իրենից։ Եվ կինը այնքան թախանձեց, այնքան թախանձագին կերպով բարբերաբար այնքան էր նեղացնում դատավորին իր թախանձանքներով, որ դատավորը, որ թեև անիրավ էր, որոշեց իր գլուխը ազատելու համար այդ կնոջ դատը տեսնել եւ տեսավ եւ այրի կինը հասավ իր նպատակին։ Եվ ինչ է առագի բարոյականը, ասում է Հիսուս, այն որ եթե անիրավ դատավորը, որ անիրավ էր, ոչ Աստծուց էր վախենում եւ ոչ էլ մարդկանցից էր ամաչում, թախանձակներին տեղի տալով, ուրեմն կատարեց այրի կնոջ խնդրանքը, որքան առավել եւս հայրը Աստված, որ անաչար դատավոր է եւ նաեւ բարեգութ հայր, պիտի կատարի մեր խնդրանքները։ Եթե անիրավը կատարում է, որքան առավել եւս կատարելու է իրավացին եւ արդար դատավորը, որ մեր երկնավոր հայրն է։ Ուրեմն առակի բարոյական այս է։ Եվ սա խոսել է Հիսուս ցույց տալու համար այն գաղափարը, որ պետք է հանապազ աղոթքի կանգնել, մշտապես աղոթքի կանգնել եւ աղոթելուց չձանձրանալ։ Այսինքն այսօրվա կիրակին իր հիմնական նպատակի մեջ փորձում է հավատացյալի մեջ, որը արդեն մեծի պահոց շրջանի մեջ է, ամրացնել աղոթքի կարևորությունը, աղոթքի հրամայականը, Աստուծո հետ հարաբերվելու, Աստուծո հետ խոսելու, Աստծուն խնդրանք ներկայացնելու եւ այդ խնդրանքի պատասխանը ստանալու կարևորությունը։ Այսօրվա կիրակի բուն խորհուրդը այս է։ Այո։ Լավ, շնորհակալություն։ Իմ կարծիքով մեր հեռուստադիտողները արդեն իրազեկ եղան եւ հաջորդ անգամ նմանատիպ առիթ լինելու դեպքում նրանք հուսով եմ անպայման մանրամասնորեն պատասխան կտան հարցերին։ Ովքեր որ լսեցին, եթե չմոռանան մինչեւ մյուս տարի։ Այո, հաստատ չեն մոռանա իմ կարծիքով։ Սրբազան, կա եւս մեկ հարց մեր հեռուստադիտողների կողմից, ես ընթերցեմ այն։ Ես աթեիստ չեմ, ոչ էլ հավատացյալ եմ։ Հավատում եմ միայն միակ Աստծո գոյությանը, այն, որ երկրի վրա մարդկության սկիզբը նա է դրել, ուզում եմ հավատալ այն ամենին, ինչ հրեաներն են ասում։ Փորձենք իսկ դարձնել լիարժեք հավատացյալ, թեկուզ մի քանի խոսքով։ Քաղաքացին ցավոք չի ներկայացնում։ Եթե աթեիստ չէ եւ ոչ էլ հավատացյալ, նշանակում է, որ անգիտության մեջ է, այսինքն ագնոստիցիզմի մեջ է։ Չի կարելի ընդհանրապես լինել ոչ աթեիստ, ոչ հավատացյալ, բայց այն մարդիկ եւ մեր մարդկանց մեծամասնությունն այդ վիճակում է եւ ինքը ճիշտ նշել է իր վիճակը, ասելով, որ ինքը հավատում է Աստուծո գոյությանը։ Ես միշտ շեշտել եմ եւ միշտ շեշտում եմ, որ հավատալ Աստուծո գոյությանը նույնը չէ, ինչ հավատալ Աստծուն։ Հավատալ Աստուծո գոյությանը նշանակում է, որ հավատում ես, որ կա արարիչ, որին չես ճանաչում։ Եվ սա ուրիշ բան է։ Իսկ հավատալ Աստծուն նշանակում է հավատում ես Աստծուն, որ արարիչն է եւ որին ճանաչում ես։ Իսկ ինչպես ես ճանաչում Աստծուն։ Դարձյալ պիտի կրկնեմ իմ ասածներից արդեն։ Միայն մենք չէ, որ գործող անձ ենք այս աշխարհում։ Աստված նույնպես գործող անձ է։ Եվ մենք Աստծուց օտարված չենք եւ ոչ էլ Աստված օտարված է մեզնից։ Մարդկությունը մշտապես իր բոլոր բազմադարյան գոյության ընթացքում մշտապես շփման մեջ է Աստուծո հետ։ Եվ Աստված գործող անձ է պատմության մեջ, եւ Աստված գործում է պատմության մեջ։ Եվ Աստված իրեն հայտնել է պատմության մեջ։
Եվ Աստվածաշունչը Սուրբ Գիրքը, որ ընդունում ենք եւ խոնարհվում ենք եւ այնտեղից են քաղում ճշմարտությունները, այդ Աստծո հայտնությունն է։ Այսինքն մարդը չէ, որ իր մտահայեցողությամբ հասել է Աստծո գաղափարին։ Այո, եղել են մարդիկ, որոնք իրենց մտահայեցողությամբ, իրենց մտքի հնարքներով, մտածելով, տրամաբանական վերլուծություններով հասել են Աստծո գաղափարին կամ Աստծո գոյության գաղափարին, ինչպես ինքն է ասում, որ այս ամենը, այս դիեզերքը պետք է որ արարիչ ունենա։ Այո, բայց այդ արարիչը հարաբերության մեջ է մտել մարդկության հետ եւ ցույց է տվել իրեն եւ ներկայացել է։ Եվ այդ ներկայությունը, ներկայացումը մենք տեսնում ենք Աստվածաշունչի մեջ։ Այսինքն պետք չէ մտածել, որ Աստված օդարված մի իրականություն է եւ մարդը ինքը պետք է հասնի եւ ինքը պետք է փորձի հավատացյալ դառնալ իր ուժերով։ Ոչ, Աստված իրեն հայտնել է եւ այդ հայտնությունը Աստվածաշնչում է։ Եթե որևէ մեկ ընթերցի Աստվածաշունչը կտեսնի, որ այնտեղ Աստված մշտապես հայտնում է իրեն եւ մշտապես բացահայտում է ավելի մարդկության աճման եւ հասունացմանը զուգընթաց։ Եվ այդ հայտնությունը իր ամբողջությունը գտնում է Հիսուս Քրիստոսի անձի մեջ, երբ որ Աստված մարդանում է եւ այդ մարդեղությամբ Աստուծո վերջնական հայտնությունը, ամբողջական հայտնությունը, փրկության համար անհրաժեշտ հայտնությունը լիակատար կերպով հայտնվում է մարդուն։ Այնպես որ այդ բոլոր ագնոստիկները, որոնք անգետ են կամ տեղյակ չեն Աստուծո հայտնությունից, անշուշտ չեն կարող ճանաչել Աստծուն եւ չեն կարող հավատալ Աստծուն։ Աստծուն հավատալու համար պետք է ճանաչել։ Իսկ ճանաչելու համար պետք է Աստվածաշունչը ընթերցել եւ Աստվածաշունչի մեջ տեսնել Աստուծո հայտնությունը։ Եվ Աստվածաշունչը չի գրվել, նաեւ պետք է այս մասին ասվել։ Աստվածաշունչը չի գրվել Աստուծո գոյությունը ապացուցելու համար։ Աստվածաշունչի համար դա հարց չէ։ Դա ինքնին այդպես է։ Աստուծո գոյություն անապացուցելի է, անհրաժեշտություն չկա Աստուծո գոյություն ապացուցելու։ Աստվածաշունչը գրվել է Աստուծո հայտնությունը ցույց տալու համար, Աստուծո հայտնության պատմությունն է, թե ինչպես փուլ առ փուլ Աստված իրեն հայտնեց մարդկությանը, բացահայտեց իրեն, ներկայացրեց իրեն, հետևաբար ճանաչեցրեց իրեն, եւ եթե ճանաչում ես Աստծուն, արդեն հավատում ես Աստծուն եւ ոչ թե Աստուծո գոյությանը։ Դրա համար Աստծուն հավատալու համար պետք է ճանաչել։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, ովքեր հենց նոր միացան մեզ, հիշեցնեմ, որ Ցայք հեռուստանգերության ուղիղ եթերում Եղեցի լույս հաղորդման հերթական թողարկումն է։ Մենք ուղիղ եթերում ենք, ունենք հեռախոսազանգ, խնդրեմ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ցավոք ձեր հարցը չի լսում, մի րոպե։ Ես խնդրում եմ ինձ ասեք, թե ինչու մոմը եկեղեցուն 30 դրամից 35 դրամ։ Հարցը լսեցիք, Սրբազան։ Շնորհակալություն, խնդրեմ պատասխանը լսեք։ Երբ մեր ժողովրդի, ինչպես այսօրվա իրականությունն է, մեր ժողովրդի ամենահիմնական մտահոգությունը ֆինանսականն է։ Ինչու է դրսում 5 դրամ եւ եկեղեցում 30 դրամ։ Դրսում 5 դրամ լինելով, դրսի 5 դրամանոց եկամուտը գնում է ինչ-որ մեկի գրբանը։ Եվ այդ ինչ-որ մեկը այդ 5 դրամով բավարարվում է, որովհետև ինքը իր ընտանիքի միայն հոգսերն է հոգում։ Իսկ 30 դրամով եկեղեցին հոգում է ամբողջ ժողովրդի հոգսերը։ Եվ այդ 30 դրամ դրված է եկեղեցում, որովհետև դա ասում եմ, դա անպայմանորեն չի նշանակում, որ եկեղեցին ավելի թանկ է ծախում մոմը, քան դրսում է վաճառվում, այլ դա քրիստոնյայի մասնակցությունն է եկեղեցու կյանքին։